առավոտը շանթումն է, օրը չորեքշաբթի, այսօր ապրիլի 2-ն է եւ այսօրվա մասին հիշում ենք, երբ խոսում ենք, հիշում ենք քառօրյա պատերազմը 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախում սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Ապրիլի 2-ից 5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային եւ հյուսիսարևելյան ուղություններով։ Վերջնական տվյալներով հայկական կողմից ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, ապա ըստ որոշ տեղեկությունների զոհերը կազմել են շուրջ 800 մարդ։ Չմոռանանք նաեւ, որ այսօր ամենահայտնի հայ վրիժառուի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է եւ հենց այսօրն է հայ գրող, այսինքն մարդ, ով գրել սկսեց մի լեզվով, որով մինչ իրեն չէին գրում եւ ստեղծագործում, այդպիսով կարծում եմ գրավոր լեզուն առավել հասանելի դարձրեց մի քիչ ավելի լայն շրջանակի, կարծում եմ արդեն կարող եք կռահել։ Խոսքը Խաչատուր Աբովյանի մասին է։ Այսօր Խաչատուր Աբովյանը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել, այսինքն հենց այսօրվա մասին է խոսքը։ Չմոռանանք, որ Խաչատուր Աբովյանն էր հենց այն ստեղծագործողը, ով իր ստեղծագործության հերոս վերցրեց ուղակի, գյուղացի մեկին, այլ ոչ թե ինչ-որ այդպես որոշակի կոչում կրող մարդու, այս առումով եւս նա առաջինն էր, եւ շարունակելով ասենք, որ այսօր մանկական գրքի միջազգային օրն է, այն հատուկ այսօրն են նշում ի պատիվ Հանս Քրիստիան Անդերսոնի, այնպես որ հիշեք, կարդացեք ձեր երեխաների համար եւ անպայման իհարկե, չգիտեմ, հեքիաթները չունեն տարիքային սահմանափակում, համենայն դեպս ես այդպես եմ կարծում, ամեն տարիքում հեքիաթ կարդալիս նորովի ես այսպես հասկանում ու նորովի ես ընկալում, իհարկե այսօր Հանս Քրիստիան Անդերսոնի ծննդյան օրն է, բայց որպես, չգիտեմ, հեքիաթներ կարող եք վերցնել ու այսօր ինչ-որ բան կարդալ Թումանյանի գործերից եւ այսօր փորձելու եմ ես եւ մեր հյուրերը, որոնք ավելի ուշ կմիանան մեզ, փորձելու ենք ձեր առավոտը դարձնել ինֆորմատիվ, ապահովել ինչ-որ առումով ժամանց, մի քիչ ճանաչողական նյութեր կլինեն մեր եթերում, իսկ այս պահին եկավ ժամանակը լսելու լավ երաժշտություն։ Երաժշտություն Շանթի եթերում։ Վերադարձանք տաղավար եւ խոսենք եղանակի մասին, օդերևութաբաններն ասում են, որ ապրիլի 2-ից 4-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, իդեպ ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ, այս մասին իր էջում գրել է հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի նախագահի տեղակալ Գագիկ Սուրենյանը, նա ասել է, որ մեզ սպասվում է տաք եւ բավարար տեղումներով ապրիլ, իսկ այս պահին դիտենք եղանակի տեսությունը առավել մանրամասն եւ վերադառնանք տաղավար, շարունակենք մեր առավոտյան ընթացքը, մնացեք մեզ հետ։
Ահա եղանակի մասին էլ տեղեկացանք, իսկ հիմա խոսենք մի նոր արարության մասին, որը մեր կյանքը մի քիչ ավելի կհեշտացնի։ Մեր հովանավոր Stark ապրանքանիշը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները, սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին եւ գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ, սպիտակեցնող եւ փափկեցնող նյութերի։ Stark լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նոր արարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ թերթիկների օգտագործման ուղեցույցը տուփի վրա կարող եք գտնել գնումների համար էլ զանգահարեք 044 84 81 01 հեռախոսահամարով։ Իսկ այս պահին վերադառնալով տաղավար մի քանի լուրեր ենք առանձնացրել ձեզ համար, որոնցից էլ կխոսենք։ Այսպիսով անցնենք վիճակագրությանը։ Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերն աճել են ավելի քան 25%-ով, աճ է գրանցվել նաև հանցատեսակի բացահայտման ցուցանիշում։ Նշվում է, որ հանցավոր խմբերն ակտիվորեն շահագործում են քաղաքացիների անձնական տվյալների անհարկի տրամադրումը, հատկապես բանկային քարտերի վավերապայմանները։ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը ևս կտրուկ աճել են։ Շուրջ 2.5 անգամ դատախազությունից հայտնում են, որ 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 934 դեպք ֆիզիկական ներգործությամբ, այն դեպքում, երբ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 372։ Աճը կազմել է 562 դեպք կամ 151%, հոգեկան ներգործության դեպքերը 2024-ին կազմել են 166, իսկ 2023-ին ուշադրություն 46, այս ցուցանիշը ևս աճել է 120 դեպքով կամ 261%-ով, արձանագրվել է նաև բռնության առանձնապես ծանր դեպքերի աճ, եթե 2023 թվականին ընտանեկան եւ կենցաղային բռնության հետևանքով սպանության 3 դեպքեր արձանագրվել, ապա 2024 թվականին 13։ Առողջությանը դիտավորության ծանր վնաս պատճառելու դեպքերը ևս աճել են 8-ից հասնելով 15-ի։ Մենք այս թեմային անպայման առաջիկա եթերներից որևէ մեկի ընթացքում վստահաբար անդրադառնալու ենք։ Իսկ այս պահին շարունակելով լուրերը, ասենք, որ կաթոլիկ եկեղեցին կսրբադասի ևս մեկ հայի Հռոմի պապի որոշմամբ հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվեն նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը եւ վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը եւ աղքատներին։ Իսկ այս պահին շարունակելով եթերը, խոսելու ենք Սուրբ գրքերի մասին, հրաշագործ ավետարանների թեմայից այսօր պատմելու ենք իսկապես բարդ ու երկար ճանապարհ անցած մի ավետարանի մասին, ունենք տեսանյութ եւ այս պահին կարող ենք միասին դիտել այդ տեսանյութը։ Այսպիսի հետաքրքիր եւ ինֆորմատիվ նյութ մեր եթերում, իսկ այս ամբողջ ինֆորմացիան այսպես մարսելու համար մեզ պետք է փոքրիկ ընդմիջում, իսկ այդ ընդմիջումը Շանթի եթերում կապահովի գովազդը։ Գնացինք գովազդ դիտելու։ Վերադարձանք տաղավար, իսկ այս պահին գնանք լսենք լավ երաժշտություն, Նեմրայի կատարումներից ինչ-որ մեցակ զգում եմ, որ Նեմրայի կատարումներից է լինելու։ Գնանք տեսնենք ճիշտ եմ զգում, թե ոչ։ Նեմրա Շանթի եթերում։ Լավ երաժշտություն
երաժշտությունը միշտ լավ լիցքեր է տալիս, իսկ այս պահին լավ երաժշտությունից հետո առաջարկում ենք էլ ավելի հավես մի բան անել, պտտվել աշխարհի շուրջ, այսօր կանգ ենք առնելու Չիլիում, Չիլին միշտ կարելի է այսպես հետաքրքիր կերպով բացահայտել, մի վայր է, որ մի քիչ դժվար է հասնելը, բայց մենք այսօր հնարավորություն ունենք մեր բազմոցին նստած, այսպես շատ հանգիստ առանց տուրբուլենտային գոտիների եւ օդանավակայանի հերթերի ուղիղ հասնել Չիլի։ Գնացինք Չիլի։ Չիլից արդեն վերադարձանք մեր տաղավար, բայց երկար չենք մնալու, քանի որ գնում ենք լսենք լավ երաժշտություն, առավոտյան երաժշտությունը ավելորդ Չիլինում։ Գնացինք մի լավ բան լսելու։ Մենք արդեն տաղավարում ենք և այս պահին գնալու ենք դիտենք գովազդ, վերադառնանք և արդեն հասցրել ենք հյուրընկալել մեր հյուրերին, մեր հյուրերը ակունքցիներն են, բայց զրույցը կլինի գովազդային ընդմիջումից հետո։ Գովազդ Շանթի եթերում։ Մենք արդեն տաղավարում ենք Հայաստանի ակունք պետական ազգագրական համույթը հանդիսատեսին կներկայանա ամբողջովին նոր հայկական էթնոգրաֆիա համերգային ծրագրով, փորձ է արվել երկու պարի միջոցով բացահայտել հայոց ազգագրությունը, մեր ժողովրդին, նյութական և հոգևոր մշակույթները, կենցաղը, սովորույթները, ազգային առանձնահատկություններն ու երաժշտությունը։ Մեր տաղավարում են Սարգիս Բաղդասարյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի ակունք ազգագրական համույթի մեներքիչ և Հերիկ Նասպոլոյանը համույթի երգչուհի։ Բարի լույս, ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Ընդհանուր սկսենք երևի թե համերգային ծրագրից, հայկական էթնոգրաֆիա, բացման խոսքում ես նշեցի ամբողջովին նոր արտահայտությունը, այ հետաքրքիր է ինչ ասել է ամբողջովին նոր, որ նախկինում չի արվել, հիմա այստեղ կտեսնի հանդիսատեսը։ Էթնոգրաֆիա, բանահյուսություն, ազգային արժեք, ազգային երգ, ազգային պար, դա յուրահատուկ հասկացություն է և դարերի պատմությունն է թող հասկացությունը։ Երբ ասում են բանահյուսական արժեք, ես հասկանում եմ պետք է սկիզբը համարել 6000 տարի առաջվա և դրանից հետո ժողովրդի կյանքում իր հոգևոր մշակութային արժեքը ներկայացնող այն առասպելները և մինչև Սասունցի Դավիթ էպոս, որի արմատները շատ հին են և շատ հեռվից են գալիս, մինչև մեր օրերի ազգագրական երգն ու պարը, որի համար կոչված են առանձին խմբեր, որոնք ներկայացնում են ժամանակ առ ժամանակ, համերգային ծրագրերով հանդես են գալիս, ներկայացնելով և հնագույն ժամանակների և նորովի իրենց արտահայտությունը գտած երկու պարով։ Այս է մեր նպատակը։ Ու ակունքը կոչված է, որ մաքուր և անարատ պահի այն, ինչ ժողովրդին է հուզում, ժողովրդին է հարկավոր, ժողովրդին է տրամադրում, ժողովուրդը ունեցել է իր ժամանակին ստեղծելու հնարավորությունները, այդ հնարավորությունները որոշ ժամանակ շատ սահմանափակ են եղել, որոշ ժամանակ նաև արգելված են եղել, բայց եղավ մի ժամանակ, որ ժամանակի ուղիղ պայմանով ուղիղ ժամանակի թելադրությամբ եղավ մի պահ, եղավ մի ժամանակ, որ պետք է ձեռ խփեին այդ ազգագրական արվեստին երկու պարին և դա ծնունդ առավ միանգամից 60-70-ական թվականների, երբ որ
Հայրիկ Մուրադյանի երգերը հնչեցին եւ համասփյուրով, ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ դրանից հետո մարդկանց շահագրգռվածությունը այնքան մեծ էր, որ կարծես շատ-շատերը ենթագիտակցորեն, մի մասը գիտակցորեն սկսեցին ավելի մոտիկանալ այդ արվեստին։ Եվ դա լավ է ամեն դեպքում չէ, դա հրաշալի է։ Շատ բան կորավ գնաց, եթե ասենք մի այն ինչ որ եղավ դրանից մի 20 տարի առաջ լիներ, գոնե մի 10 տարի առաջ ավելի շատ բան կփրկվեր, բայց եղավ մի ժամանակ 70-ական թվականների սկզբին, երբ որ համալսարանական ընկերները իրար հանդիպելու ժամեր ու օրեր կային, կարծես մեկը մյուսին ձեն տալով ասացին Լեզվի ինստիտուտում Մարո Մուրադյանը ազգագրական խումբ է ստեղծել, պետք է անպայման մասնակցենք ու վախորատուչամբ մի քիչ թերահավատորեն բան գնացինք դեպի Մարո եւ եղավ այն ինչ կա հիմա ակունքը եղավ ճակատագրի բերումով ասեմ ժամանակի բերումով ժամանակը մի ժամանակի իր դերը խաղում է ժամանակը մեծ դեր ունի այդ հարցերում եւ այդ տարիներին երբ որ ասենք Մարոյի շուրջը խմբված նախկին համալսարանականներ տարբեր մասնագիտությունների տերմարտիկ ինժեներներ ու ճարտարապետներ բանահավաքներ եւ բանասերներ եկան եւ կարծես ուղղակի ինձ համար գոնե անհասկանալի էր թե դա ինչպես ստեղծվեց, դա ինչպես եղավ։ Ասենք ես նախնական շրջանում երբ որ ընկերների հետ գնացի նույնիսկ չէի երազում իմ մտքով չէր անցնում որ հետագայում դա պետք է ձևավորվի եւ դառնա մի խումբ, որը առաջնորդի մյուս խմբերին եւ այդ ժամանակն էր, որ հիմա տեսեք Բայց հիմա էլ ախր էլի երիտասարդներ ժամանակը համախմբելով հիմա Այն ժամանակ գալիս էին, եկան, համախմբեցին, խմբեցին, եղավ եւ այդ նույն ժամանակում այնպիսի խմբեր առաջ եկան եւ խլրտոց ընկավ շրջաններում բան Եթե գնում էինք բանահավաքության, այնտեղ լսում էինք մարդկանց եւ մարդիկ իրենք արդեն գիտակցաբար եկան դեպի դա եւ մեր կապը Մարոյի առավելությունը այն էր, որ երբ շրջաններ էին գնում, ինչ որ պատառիկներ, ինչ որ բաներ վերցում, ինչ որ գրառում էր բան, դրանց պետք է շատ տեղ տար։ Իսկապես դա հրաշալի է եւ մենք շնորհակալ ենք այն գործունեության համար, որը արվել է, որովհետեւ նաեւ դրա շնորհիվ է, որ մենք այսօր ունենք այն ժառանգություն, պահպանված առումով այն ժառանգությունը, որը ունենք։ Ակունքը առանձնահատուկ է նաեւ նրանով, որ երիտասարդների ներգրավվածությունը կա եւ կարծես այսպես երկու սերունդ իրար հետ են աշխատում։ Այ Հերիկնաս, հետաքրքիր է ինչպես է ստացվում այդ համագործակցությունը ակունքում։ Այս մասին խոսենք ու արդեն վերադառնանք բուն համերգային ծրագրին։ Նախ ասեմ, որ ես նոր անդամ եմ ակունքի, ինձ համար մեծ պատիվ է լինել ակունքում, ես միշտ ասում եմ, որ այն իմ մեծ ընտանիքն է, այստեղ մեծի դերում է, ասողի, իսկ փոքրը լսողի դերում է, և մեծ դպրոց է ինձ համար այստեղ լինելը, Եթե ինչ-որ մի հարց է լինում է, դիմում եմ խմբի անդամներին, իրենք մեծ ջերմությամբ ինձ օգնում են ցանկացած հարցում, շատ հետաքրքիր է անցնում մեր փորձերը։ Իդեպ ասում այսօր պապիկն ու թոռնիկն են եկել ակունքի մասին խոսելու, ամենամեծ անդամը մեր ընտանիքի եւ ամենափոքրը։ Այ հետաքրքիր է ինչ երգեր ու ստեղծագործություններ կային, որ ձեզ համար որպես կատարող, հա, բացահայտեցիք հենց ակունքում, թե այդպիսիք չկային։ Ամեն անգամ բացահայտում ես։ Այնքան շատ է, այնքան հարուստ է մեր գանձարանը, որ ամեն անգամ մի գեղեցիկ գոհար ես բացահայտում ու դա դառնում է քեզ համար հիանալու, չգիտեմ,
ուրախանալու միջոց։ Ակունքը, այստեղ պատկերացրեք, որ մի խնդիր լինում է, նախ ասեմ, ինչ մթնոլորտ է մեզ մոտ տիրում, փոխօգնության, հոգատարության, ջերմության, սիրո մթնոլորտ է տիրում, եւ եթե ինչ-որ փոքրիկ խնդիր է ծագում, մեր մեծերի իմաստության, սիրո շնորհիվ այդ բոլոր խնդիրներին լուծում է տրվում։ Այ հայկական էթնոգրաֆիա համերգային ծրագրում արդյոք առաջին համերգային ծրագիրն է, որ հանդես եք գալու ակունքի հետ, թե նախկինում եղել է։ Հավորացիք նորեր դրա համար մտածեցի, գուցե առաջինը լինի։ Այ ինչ կատարումով եք հանդես գալու եւ ինչու որոշվեց, որ հենց այդտեղ պետք է հանդես գաք։ Եկեք, քանի որ հայկական էթնոգրաֆիա խորագիրն է գրում մեր համերգը, շատ այդպես փակագծերը չբացեմ, թող անակնկալ լինի մեր հանդիսատեսի համար, թե որ ստեղծագործությամբ հանդես կգամ, միայն կասեմ, որ երկու բաժնից է կազմված լինելու մեր համերգը, դե երգելու ենք այն երգերը, որոնք երգել է Հայրիկ Մուրադյանը, սովորեցրել է ակունքին Մարո Մուրադյանը, կերգենք նաև մեր գեղարվեստական ղեկավարի, դե այժմ մեր գեղարվեստական ղեկավարը Կոմիտասագետ Արտուր Շաննազարյանն է, ինքը մեզ ակունքցիների սովորեցրել է 150 եւ ավել երգեր, կոմիտասյան երգեր, հա, մենք բացի հայկական էթնոգրաֆիա խորագիրը գրող համերգներից ունենում ենք նաև չլսված կոմիտաս խորագիրը գրող համերգներ, այդպես փակագծերը չեմ բացի, կասեմ թող գան, համենան, տեսնեն, լսեն, հայկական շնչով լցվեն, ծրագրի մասին այսքանը։ Այ հետաքրքիր է այսպիսի մի ձևակերպման հարց տանք ձեզ, որտեղից եք դուք գտնում այդ ուժը ամեն անգամ բեմ բարձրանալու, որովհետև սենց եթե ինչ-որ առումով կարծրատիպային մոտենանք հարցին, ապա չգիտեմ, գուցե պետք է ավելի այսպես ավելի շատ հանգստին տրամադրեք ժամանակը, բայց դուք շարունակում եք աշխատել, որն է խորհուրդը եւ ուժը։ Ես գտնում եմ, որ ամեն մարդ, երբ ծնվել աշխարհ եկել, ինքը մի ճանապարհ ունի, որ իրենից անկախ այդ ճանապարհով պետք է անցնի։ Եվ իմ մանկական տարիների արդյունքն է այդ ամենը, ինչ որ ես ներկայացնում եմ։ Ես ծնվել եմ մի միջավայրում, որտեղ բառացիորեն 100%-ով Արևմտյան Հայաստանից արտաքսված ասեմ, ակսորված ասեմ, տեղահանարված ժողովրդի ներկայացուցիչներն էին, որոնք երգիր էին կորցրել, եկել տվարել էին Արագացի լանջեի այդ գյուղերում եւ իրենց հետ բերել էին այն ինչ որ մեր ազգային արժեքներ, մեր ազգային հարստություններ եւ այդ շրջանը շատ այսպես բեղանավոր շրջան էր եւ տարբեր շրջանի Մուշ, Սասուն, Վան, երբ որ մարդկանց հանդիպում էինք, ամեն մեկը յուրովի ներկայացնում էր իր աշխարհը եւ ամեն անգամ հիշողությունը տանում էր նրանց երկիր։ Այդ երկրով էին ապրում մինչև իրենց մահը մարդիկ ապրեցին իրենց այդ երկրի կարոտով եւ այն ինչ որ վերեցին իրենց հետ, ինչ որ հնարավոր եղավ փոխանցել, ինչ որ հնարավոր եղավ մեզ լսել, որովհետեւ մեր այդ ժամանակը որ ներկայացնում էր ինչն էր ամենաարժեքավոր օրերն ու ժամանակները, երբ որ հարսանիքներ էին լինում, հարսանիքներին բնական է երկու պարը եւ պարզապես անչափելի մեծություն էր, երբ որ ասենք 80 կամ 85 տարեկան, 60 տարեկան, 70 տարեկան, երբ պար են բռնում, երբ ճկտապար էին, պարում էին եւ այդ երկում պարում էին եւ այն ինչ որ հնարավոր, եթե այդ ժամանակ հնարավոր լիներ ձայնագրելու այդ հնարավորությունը, ինչ այսօր կա այն մեր ժամանակ որ ասում եմ, չկար այդ հնարավորությունը, եթե լիներ բնական է շատ բան հիմա
ներկայացնելու համար կլիներ ավելի արժեքավոր։ Այդպես հավանաբար բնությունն էլ մեզ դրել էր երկելու ունակություն, երբ լսում էի, ճիշտ ասած, այնքան հետաքրքրասեր էի ծերունեներին, այնքան էի սիրում, ամեն անգամ ասում եմ եւ ճիշտ եմ ասում, որովհետեւ ես իրենց ծնկների վրա մեծացա, երբ որ հավաքվում զրույց էին անում եւ զրույցը ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ։ Եվ ես շատ բաներ լսում էի, հետագայում երբ որ արդեն գիտակցաբար էի ուզում այդ բոլորին անդրադառնալ, հնարավոր եղավ որոշակի պատառիկներ պահել բան եւ հիմնականում խոսքս ուղղեմ երկու բառին, որովհետեւ երկելու ունակությամբ օժտված էին այդ մարդիկ, երգում էին եւ վառու բանով երգում էին բարբարով, այդ բարբարի համը հոտը մինչև հիմա մնացել է եւ պետք է շարունակվի։ Բարբարը ինքը երկի ուշ տվող երևույթ է, բարբարով երկելը կան երկեր, որ ասենք Սյունիքում ծնված մեր ընկերները, ասենք Սասունի, Վանի կամ Մուշի բարբարով խոսելը իրենց համար դժվար է, երկելուց էլ որոշակի արտահայտչած ձևեր կան, ասենք երկի բառի հետ կապված, անպայման պետք է պահպանվի, եթե չի պահպանվում, ուրեմն ինչ-որ բան խախտվում է, եւ այդ խախտումը մարոն ուղղում էր։ Հիմա շատ շահագրգիռ նաեւ այդ ամենին մեր հարգելի Արթուրը Շահմուրադյան, Շահմուրադյան գնաց Շահնազարյան, եւ ինքն էլ դրան շատ տեղ է տալիս, կարեւորություն է տալիս, ու այդպես ինչ կա, ինչ կա հիմա այդպես։ Քանի որ ժամանակը սուղ է եւ մենք պետք է արդեն ամփոփենք մեր զրույցը, կխնդրեմ ասեք ժամը, տեղը, որտեղ է տեղի ունենալու, ինչպես կարող են տոմսերը ձեռք բերել։ Հայտարարություն եղել է եւ նույնիսկ ապրիլի 4-ին ժամը 19:00 Արնո Բաբաջանյան համերգասրահում ակունքի հերթական համերգն է լինելու։ Բոլորին սիրով հրավիրում ենք եւ եկեք միասին վայելենք այդ պահը եւ այնինչ դուք կընտրեք, այնինչ կունենաք ձեզ համար, կարող եք փոխանցել, որովհետեւ նպատակը այն է, որ շատ երեխաներ ընդգրկվեն այդ գործին, այսօր շատ ընդունակ երեխաներ, իհարկե ժամանակի ընթացքում շատերն են եկել, բայց թող զարմանալի չթվա, որ գիտեք շատերի համար որ կողքից թվացել է թե դա հեշտ ու հանգիստ է, բայց իր դժվարություններն ունեցել, իր դժվարություններն ունի, բայց մենք բոլորին սիրում, բոլորին հարգում, բոլորին գնահատում ենք այն բոլոր խմբերը, որոնք այսօր ընդգրկված են եւ համերգներ ունեն, ոչ թե նրանց պետք է ասել դուք թույլ եք, վատ կատարեցիք եւ այլն, բայց պետք է ոգևորել, պետք է, եթե հնարավոր է, ուժները պատում է թող ուղղություն տան, թող օգնեն այնպես ինչպես Մարոն էր անում։ Մեր ժամանակ երբ որ պոլիտեխնիկական ինստիտուտում այդ փառատոները լինում էին, բոլոր խմբերը գալիս էին նաև Աբխազիայից, գալիս էին Ղարաբաղից, գալիս էին տարբեր շրջանների խմբեր էին գալիս եւ 3-4 օր այդ փառատոնը շարունակվում էր,
եւ բոլորի հետ, բոլորի ղեկավարների, մասնակիցների հետ Մարոն շփվում էր։ Դե հիմա էլ կներեք, ուղղակի ուղիղ եթեր է, մեր եթերը սահմանափակ է եւ իսկապես ակունքը անում է մի գործ, որը ժամանակին արվել է եւ շարունակում է այդ ազգապահպան ազգային մշակույթի պահպանման գործը անել։ Ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Սարգիս Բաղդասարյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի ակունք ազգագրական համույթի մեներքիչ եւ Հերիկնաց Պոլոյանը, համույթի երգչուհի։ Վստահ եմ առիթներ կլինեն ձեզ հյուրընկալելու, թեման շարունակելու, որովհետեւ շատ հաճելի էր ձեզ հետ զրուցելը, շատ այսպես ինֆորմատիվ զրույց ստացվեց ազգայինի մասին, իսկ ազգայինի մասին երբեք ավելորդ չէ խոսել եւ լսել, իսկ այս պահին գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք։ Վերադարձանք տաղավար եւ հիշեցնեմ, որ մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները, սա հիանալի, խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ, պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների եւ այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով։ Սա նաև, այսպես ասած, ինչ-որ առումով կկրճատի թափոնները, բազմակի օգտագործման մարտկոցները, իսկ մենք գիտենք, որ մարտկոցները շատ կարևոր է վերամշակել, տալ վերամշակման, ինչի, որովհետև դրանք այսպես վատ են բնության համար, երբ որ հայտնվում են աղբանոցներում, այնպես որ սա լավ հնարավորություն է։ Շարունակելով ասենք, որ 1848 թվականին, ինչպես արդեն հաղորդման սկզբում խոսեցինք, 1848 թվականի ապրիլի 2-ին է Խաչատուր Աբովյանը տանից դուրս եկել եւ չի վերադարձել։ Այս թեմայի մասին, այլ վարկածների մասին, այս թեմայի հետ կապված մենք դեռ զրույց ունենալու ենք, սա այսպես փոքրիկ անոնս, իսկ այս պահին գնում ենք լսենք երաժշտություն։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք տաղավար եւ այսօր արդեն մի քանի անգամ խոսեցինք այն թեմայից, որի մասին հիմա առավել մանրամասն եւ առավել պրոֆեսիոնալ տեսանկյունից կանդրադառնանք շնորհիվ մեր հյուրի, ասենք, որ 1848 թվականի ապրիլի 2-ին էր, որ Խաչատուր Աբովյանը դուրս եկավ իր տնից եւ այլևս չվերադարձավ։ Մինչ օրս մեծ գրողի եւ լուսավորչի անհայտ բացակայության առեղծվածային պատմությունը հանգիստ չի տալիս հետազոտողներին, այս ընթացքում շրջանառվել են բազմաթիվ վարկածներ եւ կարծիքներ, քննության են դրվել հավանական ու անհավանական տեսակետներ, հրապարակվել են ծավալուն աշխատություններ, սակայն այդ ամենով հանդերձ գաղտնիքը շարունակում է մնալ գաղտնիք, իսկ յուրաքանչյուր նոր մոտեցում ել ավելի է խճճում, առանց այդ էլ խճճված պատմությունը։ Մեր տաղավարում է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը։ Բարի լույս։ Շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Եթե այսպես այս պատմությունը բազմիցս բազմակողմանի, խոսվել է, բարձրաձայնվել է, այ հետաքրքիր է ինչ նոր մոտեցումներ եւ նոր բացահայտումներ կան, որոնց մասին անհամեմատ ավելի քիչ է խոսվել, ուղղակի որովհետեւ դրանք նոր են։ Շատ բարին։ Տեսեք, Խաչատուր Աբովյանի անհետացման վերաբերյալ բազմիցս ուսումնասիրություններ են եղել եւ հիմնականում հենց խորհրդային ժամանակաշրջանում։ Եթե այսպես հետադարձ հայացք նետենք, խորհրդային ժամանակաշրջանից հետո կարծես թե այս մասով որևէ նոր բացահայտումներ չկան եւ չէին էլ կարող լինել, որտեղ փաստերը այնքան կսկուտուր են եւ ընդհատվող, որ դրանց հիմքով որևէ նոր բանի եւ նոր արդյունքի հասնել անհնարին է։
Սա թերևս մեր մշակույթի պատմության ամենաառեղծվածային եւ ցավալի էջերից մեկն է եւ ժողովուրդը վաղուց Աբովյանի անհետացումը պսակել է որպես անմահության խորհուրդ։ Եվ Աբովյանի պես անսովոր ճակատագրի հնարավորությունների եւ հմտությունների պես մարդը չէր կարող սովորական վախճան ունենալ։ Թե նրա ապրած կյանքը, թե նրա գործունեությունը եւ թե անհետացումը կարծես մեզ համար մի պատմության դաս էր։ Դաս անձնական օրինակի իտես հետագա սերունդների։ Դաս, որը ցույց է տալիս, ինչպես կարող է մարդը միայնակ, երբ թվում է, թե չկա ճար ու հնար, բացել մի նոր քաղաքակրթության շրջան։ Մարդ, որը միայնակ կարողացավ մի նոր լուսավորության շրջան բացել, դարերով պետականությունից զրկված գիտության եւ խավարի մեջ գտնվող ժողովրդի համար։ Սա դաս է մեզ համար հայրենասիրության, անձնվիրության, մենավոր խիզախության, աստվածասիրության եւ մարդասիրության։ Եվ այսօր, ապրիլի 2-ին ես հուսով եմ սա այս նվիրական եւ սրբազան օրը առիթ կլինի շատերիս համար խորհելու եւ մտորելու Աբովյանի անձի շուրջ։ Տեսեք, առաջին օրերին դիրապետող վարկածները երկուսն են եղել։ Ինքնասպանության վարկածը եւ Աբովյանը ծպտված ինչ-որ միտեղ հեռացել է։ Ինքնասպանության վարկածի վերաբերյալ տեսել է նրան Զանգուի կամ Արաքսի ափերին, սա էլ միանշանակ չէ, այսինքն միևնույն վարկածի շուրջ մենք ունենք տարբեր կարծիքներ։ Իբր տեսել են Աբովյանի դին գետի եզերքին, բայց չգիտես ինչու հետագա քայլեր չեն ձեռնարկվել ինքնությունը պարզելու համար։ Տեսել են Աբովյանին ծպտյալ ինչ-որտեղ հեռանալուց, մեկ Կարսի կողմերում, մեկ պլանի գլուխ ասված, այժմ Մաշտոցի պողոտայով, Աբովյան պողոտայով քայլելիս, տեսել են Գանջայի կողմերում, հետագայում Ռուսաստանում։ Այսպես սրանք տիրապետող վարկածներն են եղել։ Եվ երբ մենք ուսումնասիրում ենք Աբովյանի արդեն այսպես դատաքննության գործերը, տեսնում ենք, որ այն 6 ամիսների ընթացքում, երբ ընթացել է Խաչատուր Աբովյանի դատաքննությունը, որևէ վկայություն չի եղել Աբովյանի սպանության վերաբերյալ, որևէ վկայություն չի եղել Աբովյանի անհետացման, մասնավորապես Սիբիրաքսուրի կամ ծտված ինչ-որ միտեղ հեռանալու վերաբերյալ։ Բայց ամենահավանական տարբերակը, եթե այսպես փորձենք, գուցե ոչ պրոֆեսիոնալ հնչի հարցս, բայց ամեն դեպքում կա մի տարբերակ, որը ամենահավանականն է։ Հավանական տարբերակներ համարվում է սպանության վարկածը եւ աքսորի վարկածը։ Բայց տեսեք, սպանության վարկածը շրջանառության մեջ է մտել շատ ավելի ուշ, այսինքն այն 6 ամիսների ընթացքում, երբ որ դատաքննությունը գնում էր, որևէ վկայություն չկար Աբովյանի սպանության վերաբերյալ։ Եթե մենք կարդում ենք դատարանի վճիռը, տեսնում ենք երկու կսկտուր կետեր։ Հայտնաբերել են ինչ-որ մի կմախք Արաքսի ափին, որը պարզվել է 16-ամյա աղջկա կմախք է, եւ խոր վիրապում կոշիկ են հայտնաբերել։ Կինը հաստատել է, որ դա Աբովյանի կոշիկն է, իսկ կոշկակարը հերքել է, ասելով, որ ես բոլորին կարում եմ նույն կաղապարով։ Ըստ այդմ չեմ կարող դա հաստատել։ Եվ այս երկու, այսպես կսկտուր վկայությունների հիմքով էր գործը կարճվել, այսինքն գործը փակվել է եւ Աբովյանը ճանաչվել է անհայտ բացակայող։ Արդեն հետագայում ժողովրդի մեջ շրջանառության մտավ սպանության վարկածը, սա նույնպես մի քանի կարծիքներ ունի։ Մեկ սպանվել է Թուրքի կողմից Խանդի հողի վրա, մյուս վարկածները պարտքի պատճառով։ Աբովյանը շատերին պարտքով գումար էր տալիս։ Եվ այստեղ երկու անուն է շրջանառվում։ Մեկ իր աշակերտ Շաֆի Բեկի անունը, նրա հայրը պարտքերի պատճառով, այսպես գնացել էր Պարսկաստան խուսափելու համար պարտքերից, Աբովյանը նրանց ընտանիքին տալիս է այդ գումարը պարտքով։ Հետագայում, երբ որ հայրը վերադառնում է, որպեսզի պարտքը չվճարի նաև, Խանդի հողի վրա, սպանում են Աբովյանին։ Եվ մյուս նույն վարկածի վերաբերյալ հետևյալ կարծիքը ոմն Իսկանդարը, որին Աբովյանին պարտք են եղել 1000 ռուբլի, եւ այս պարտքը չվճարելու համար դարձյալ Աբովյանին սպանել են։ Այսինքն շատ կսկտուր անհիմն փաստեր չկան, որևէ այսպես հիմնավոր փաստարկներ, որոնց վրա կարելի է ինչ-որ մի լուրջ բացահայտում անել։ Հետևապես հետագա բացահայտումները Աբովյանի անհետացման վերաբերյալ բացառված էին։ Անհնար է ինչ-որ երերուն հողի վրա ինչ-որ չէ, այսպես տուն կառուցել։ Եվ հետևաբար բոլոր հետագա բացահայտումները եւ փորձերը Աբովյանի անհետացման պետք է տանեին փակուղի, որովհետեւ ընդհատվող փաստերը չեն կարող բերել լիարժեք արդյունքների։
Իսկ գուցե չեմ քաղաքական իրավիճակն էր թելադրում, որ այդ փաստերը հենց այդպես կծկտուրել մնային, այսինքն որոշակի զարգացում չունենային, որտեվ նաև չգիտեմ, քաղաքականացվում է այս ամեն ինչը, որովհետև Աբովյանը իր տեսակով խիզախ էր, իր տեսակով համարձակ էր այդ ժամանակաշրջանի համար։ Նույն Արարատ բարձրանալու հետ են կապում, որ ինչ որ չափով դա արգելված էր այդ արշավախմբում իր լինելը, այս մասով Արարատ բարձրացել է Աբովյանը 1829 թվականին Դորպատի արշավախմբի հետ միասին։ Դա արդեն 1848 թվականն էր։ Երկրորդ անգամ բարձրացել է գերմանացի գիտնական Աբիխի հետ եւ գագաթին չեն հասել։ Դա 1844 թվականն էր եւ վարկածներից մեկն էլ դա է, իբր թե ժողովուրդը նրանց մեղադրել է, որ դուք մեզ խաբում եք, չեք բարձրացել Արարատի գագաթը եւ մենք պետք է հաշվի հարդար տեսնենք ձեր հետ։ Եվ իբր այս պատճառով Աբովյանը թողել անհետացել է։ Սա իհարկե շատ այսպես իրականում ծիծաղելի ինչ-որ մի հիմնավորում է։ Նախ նրանք չէին հասել եւ նրանք այդ մասին հայտարարել էին։ Երրորդ անգամ Աբովյանը Մասիսի գագաթ է բարձրացրել անգլիացի ճանապարհորդ Սեյմուրի հետ։ Կամ մեկ վարկած, որը նաև այսպես խոսում է, որ դա կարող է պատճառ հանդիսանալ, Աբովյանը այսպես պաշտոնապես գրազ է կնքել Երևանի փոստապետի հետ։ Սույն անձնավորությունը Աբովյանին մեղադրում էր, որ դուք չեք բարձրացել Արարատի գագաթ, այսինքն վերելքից հետո մշտապես հալածել են Աբովյանին։ Եվ այս գրազը, եթե Աբովյանը բարձրանում էր, այսինքն փոստապետը պետք է նրան վճարեր 1000 ռուբլի, իսկ եթե չէր բարձրանում, Աբովյանը պետք է վճարեր։ Եվ իբր թե այս հիմքով Աբովյանին սպանել են։ Փոստապետը վախենալով, որ Աբովյանը գրազը կկատարի, իբր թե սպանել։ Սա իհարկե իրականում շատ անհիմն ոչ հիմնավորված փաստարկ է։ Այսինքն բոլոր փաստարկներն կսկրտուն են ըստ էության, հիմնական վարկածը, որ կարող են դիտարկել, թերևս սպանության վարկածն է։ Սպանության կամ աքսորի։ Սպանության աքսորը բացառում ենք։ Աքսորը նույնիսկ ժառանգները այսպես չեն ընդունում աքսորի վարկածը, ինչու, որովհետև Աբովյանը ինչքան էր որ հակասություններ ուներ ցարական կառավարության հետ, հիմնականում նրա այսպես հակասությունները կապված էին լուսավորական գործունեության հետ, երբ որ ինքը փորձում էր դպրոցներում բարեփոխումներ մտցնել, ինքը մշտապես հանդիպում էր խոչընդոտներին։ Բայց որպես պետական հանցագործ երբեք չի դիտարկվել Աբովյանը բարձրագույն իշխանությունների կողմից։ Իսկ եթե այն ժամանակ աքսորում էին մարդկանց, դրան պետք է այսպես նախորդեին սենատի որոշումներ, բարձրագույն իշխանությունների հրամաններ։ Իսկ այս մասով որևէ վկայակոչող փաստաթուղթ չկա, որևէ արխիվում չկա։ Նույնիսկ ասում են, եթե արխիվները վերացնում են, դրանց կրկնօրինակները պահպանվում են։ Եվ հետո աքսորի վարկածը մտավ շրջանառության մեջ արևմտահայ գաղթօջախներից 1858 թվականներին, այսինքն իր անհետացումից 10 տարի անց։ Հետևաբար սա դիտարկել որպես հավաստի վարկած Աբովյանի անհետացման, ինձ թվում է այդքան էլ խելամիտ չէ։ Իմ կարծիքով եւ իմ այսպես տարիների ուսումնասիրությունների արդյունքով սա իմ անձնական կարծիքն է իհարկե, որ Աբովյանը ուղղակի թողել հեռացել է։ Այդպես մտածում էր նաև նշանավոր աբովյանագետ Պիոն Հակոբյանը, որը այսպես ժամ առ ժամ է ուսումնասիրել Խաչատուր Աբովյանի կյանքը եւ գործունեությունը, չգիտես ինչու այս հարցում նա այսպես չեզոքություն պահպանեց։ Եվ այդպես հարևանցի ձևով ուղղակի ասում էր, որ Աբովյանը կամ այսպես ինքնասպանություն է գործել կամ ուղղակի հեռացել։ Շատ հետաքրքիր թեմաների դեռ կանդրադառնանք, այս պահին գնանք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը։ Վերադարձանք տաղավար, հիշեցնեմ, որ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանի հետ զրուցում ենք Խաչատուր Աբովյանի անհետացման առեղծվածի մասին եւ տեսեք, ինչքան էլ ամենահավանական տարբերակը դուք ձեր կողմից ասենք սուբյեկտիվ նշեցիք ուղղակի անհետացումը,
ուղղակի դուրս է եկել եւ գնացել է անհայտ ուղղությամբ։ Եկեք խոսենք նաեւ սպանության հետ կապված առավել մանրամասն, որովհետեւ երբ օրինակ Google-ում գրում ենք Խաչատուր Աբովյան, այնտեղ վերում են որտեղ Խաչատուր Աբովյանի գերեզմանը ու տարբեր վերսիաներ են։ Այ մի քիչ ավելի մանրամասն կարող ենք խոսել այս թեմայի մասին։ Եթե կա գերեզման, ապա ինչու օրինակ արտաշիրիմում չեն արել կամ ինչ-որ հետազոտություն չի արվել։ Տեսեք, մի այդպիսի հայտնի պատմություն կա, պատմել է Աբովյանի ծոր Էրիխ Շախաթունու ուսանողական ընկերը, ոմն Ասատուր ազգանվամբ, անունը հայտնի չէ, եւ նա այսպես այդ հարցով շատ է փորձել, Աբովյանի ծորից ինչ-որ տեղեկություններ կորզել, մի խոսքով կարողացել է որոշ տեղեկություններ այսպես հավաքել սպանության վերաբերյալ։ Այս պատմության հիմքով հետագայում գիրք գրեց պատմաբան Վարշամ Ավետյանը, Աբովյանի չարանենք սպանությունը վերնագրով։ Իբր այն թրքուհին, որի պատճառով սպանվել է Խաչատուր Աբովյանը, տարիներ անց գալիս է Վարդան Աբովյանի, Խաչատուր Աբովյանի որդու մոտ եւ ասում, որ ես գիտեմ ով է սպանել ձեր հորը եւ որտեղ է թաղված ձեր հայրը։ Կարող եք արտաշիրիմել եւ համոզվել դրանում։ Վարդանը մեկ օր է խնդրում, թրքուհուց, որպեսզի ընտանեկան խորհուրդ կազմեն եւ որոշեն։ Եվ ընտանեկան խորհրդում որոշում են չարտաշիրիմել, որովհետեւ մտավախություն ունեին, որ ինչ որ կերպ այս հարցը կազդի հոր բարի համբավի վրա։ Եվ թրքուհին թողնում հեռանում է այդպես։ Այս հարցը մնում է առկախ։ Տարիներ անց, արդեն խորհրդային ժամանակաշրջանում, այս հարցով բարձրագույն իշխանություններին դիմում են Աբովյանի թոռները եւ ստանում են մերժում։ Այս անգամ իհարկե վտանգված էր այսպես ժողովրդների բարեկամության հարցը։ Այս հարցի հետ կապված այսքանը կարող եմ ասել։ Եվ Շաֆի բեկը մասնավորապես նաև վկայություններ կան Շաֆի բեկի հետ կապված աշակերտի, որ այսպես հրավիրել են իրենց տուն, իբր պարտք վճարելու համար, եւ այսպես կացնով Խաչատուր Աբովյանի սպանել են եւ թաղել են ընկուզենու տակ։ Դա մոտավորապես Թուրքի թաղամաս կար ժամանակին Այգեստանի տարածքում այժմյան եւ հիմա դրա վրա իհարկե արդեն տուն է, շենք է կառուցված, այսինքն հետագայում այլևս Խաչատուր Աբովյանի ժառանգների համար անհնարին եղավ պարզել արդյոք իրականում այդտեղ էր թաղված Խաչատուր Աբովյանը թե ոչ։ Այս պատմության մեջ նաև հայ մյուս գրողի անունն է այսպես շահարկվում, Աքսել Բակունցի մասին է խոսքը։ Ինչ պատմություն է թաքնված այստեղ։ Աբովյանը Բակունցի համար յուրահատուկ դեր ուներ, իր գրական, ստեղծագործական եւ գաղափարական, ոգորումներում եւ գործունեության մեջ։ Եվ Բակունցը ըստ էության առաջինն էր, որ փորձեց որոշակի արխիվային վավերագրերի հիման վրա պարզել Խաչատուր Աբովյանի անհետացման վարկածը։ Նա գտնում էր, որ Խաչատուր Աբովյանը 1848 թվականին գնացել է մասնակցելու եվրոպական հեղափոխությանը։ Հավանականներ դա։ Այո, ծպտվել է, ազգանունը փոխել է, այսպես մի խոսքով։ Ոչ, դա շատ խիստ քննադատության ենթարկվեց ժամանակի նշանավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի կողմից եւ Պիոն Հակոբյանն էր սրան դեմ, որ Աբովյանը ուղղակի չէր կարող այդպես թողնել, հեռանալ, մասնակցել եվրոպական հեղափոխությանը։ Իսկ իր ընտանիքի դիրքորոշման հետ կապված ինչ արխիվային տվյալներ կան, այսինքն ընտանիքը երկար ժամանակ փնտրել է, ինչ դիրքավորում ընտանեկան դիրքորոշումներում դե բացառվում է աքսորի վարկածը, որոշ չափով սպանության վարկածը, որոշ չափով, բայց ոչ լիարժեք։ Ոչ լիարժեք, բայց ավելի շատ իրենք հակված են սպանության վարկածին։ Իսկ ինքնասպանության ոչ, չեն կարծում, որովհետև ամեն դեպքում չմոռանանք Աբովյանը հոգևորական էր եւ ի սկզբանե ինքը իր կրթությամբ իհարկե հետագայում ինքը ազատվեց հոգևոր կոչումից ամուսնանալու նպատակով, բայց ինքը մինչև կյանքի վերջ այսպես հավատարիմ էր, Աստծուն, առաքելական եկեղեցուն եւ ինքնասպանությունը իր համար դա մեծ մեղք է դիտարկում։ Իհարկե, եթե որոշ ստեղծագործություններ նայում ենք, այսպես կան, այդպիսի տողեր, քիչ էր մնում գլուխս մահու տամ, բայց դա պայմանավորված է Խաչատուր Աբովյանի չափազանց զգայուն լինելու հանգամանքով։ Իհարկե, նա այդպիսի քայլի երբեք չէր գնա, որովհետև նա համառ էր եւ շատ ուժեղ։
այդ թուլությունը ինքն իրեն թույլ չէ տա միանշանակ։ Եթե խոսենք թանգարանի համալրման մասին, ինչ նորություններ կան թանգարանում, ինչ համալրում է եղել եւ ինչ որ, այսպես ասած, միջոցառում այսօր լինելու է, թե ավելի այսպես իր ծննդյան օրն է լինում միջոցառում, թե երկուսի դեպքում է լինում։ Մեզ մոտ այդպես ավանդույթ է ամեն տարի իհարկե որևէ կերպ նշանավորել եւ Աբովյանի անհետացման օրը եւ ծննդյան օրը այս տարի ուղղակի թանգարանը որոշեց Աբովյանի անհետացման օրը նշանավորել 5 տոմարով ապրիլի 14-ին։ Այո, այդ օրը ունենք մի շատ հետաքրքիր եւ ուշագրավ ցուցադրություն ուսուցիչը խորագրով, այդ օրը նաեւ կլինի մեր նոր ցուցադրության վերաբացումը։ Անցյալ տարեվերջին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ մենք կարողացանք վերանորոգման աշխատանքներ իրականացնել այդ ցուցասրահում եւ զուգահեռ համադրել նոր ցուցանմուշներով։ Գրեթե 1 տարի թանգարանի աշխատակիցները գիտական որոնողական աշխատանքներ կատարեցին Մատենադարանում, ազգային արխիվում, ազգային գրադարանում եւ կարողացան բավականին նոր նյութեր հայտնաբերել։ Իհարկե դրանց մեծ մասը գրական աղբյուրներից մեզ հայտնի են, բայց ցուցադրվում են առաջին անգամ։ Այսօր մեր այցելուներին սիրով հրավիրում եմ թանգարան բացահայտելու նորանոր եւ ուշագրավ փաստեր Խաչատուր Աբովյանի մասին։ Իսկ ուսուցիչը, ցուցադրության շրջանակում մենք ցուցադրելու ենք Խաչատուր Աբովյանի իր կենդանության օրոք տպագրված միակ գիրքը, նախաշավիղ դասագիրքը, աշխարհաբար լեզվով առաջին այբենարան դասագիրքը, որը բերել ենք Մատենադարանից եւ 6 ամսով կցուցադրենք մեր թանգարանում։ Եվ միաժամանակ կցուցադրվեն Խաչատուր Աբովյանի մանկավարժական գործունեությանը վերաբերող հետաքրքիր փաստեր եւ նյութեր, ընդ որում առաջին անգամ, շատ նյութեր առաջին անգամ են ցուցադրվելու այս շրջանակում։ Եվ զուգահեռ իհարկե կլինեն դասախոսություններ նախաշավիղ դասագրքի վերաբերյալ դրա կարևորության եւ ժամանակին այն հեղափոխությունը, որ կատարեց նախաշավիղ դասագիրքը, այսպես իր աշխարհիկ բովանդակությամբ եւ գրաճանաչության նոր մեթոդով, որը առաջադրեց Խաչատուր Աբովյանը, մասնավորապես տառահեգական մեթոդից անցնելով հնչական մեթոդին։ ԱԲԳԴ։ Այո, այբենգիմը փոխարինելով ԱԲԳԴ-ով։ Իսկապես որ հետը հայաց ենք անում այն նորամուծությունները, որոնք բերել է Աբովյանը, իսկապես թե գրական ժանրն է մոտեցրել ավելի ուղղակի սովորական մարդկանց, թե, չգիտեմ, ընթերցանությունն է առավել տարածել այս մասով, այնպես որ միշտ հետաքրքիր է այցելել ձեր թանգարան։ Ձեզ շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, հիշեցնենք, որ մեր տաղավարում էր Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը։ Իսկ այս պահին մենք գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ դեռ կեսար չէ, դեռ առավոտը եթերում է լինելու։ Վերադարձանք տաղավար եւ այժմ ֆենոմեն խորագիրն է լինելու մեր եթերում։ 1921 թվականի մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թայլատ Փաշայի կյանքի վերջին օրն էր։ Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլերյանին բացատրել էր, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թայլատին սպանելուց հետո։ Թիվ 1 ազգասպանի գանգը կպայթեցնես եւ չփորձես փախչել, կկանգնես տեղում, ոտքդ սատակի վրա եւ կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն քեզ։ Թեհլերյանը հենց այդպես էլ անում է։ Թեհլերյանը արդարացվեց գերմանական դատարանի կողմից 25-ամյա վրիժառուի ֆենոմենի մասին է մեր այսօրվա տեսանյութը։ Սողոմոն Թեհլերյան։ Վերադարձանք տաղավար եւ այսօր փորձեցինք անդրադառնալ թե օրվա խորհրդին համահունչ թեմաներին, թե ինչ որ չափով ձեզ տեղեկացնել վերջին լուրերի մասին, բայց այ որ լուրերից խոսեցինք, էստաֆետա այս պահին փոխանցելու ենք մեր լուրերի գործընկերներին, իսկ մենք փորձեցինք ձեր առավոտը դարձնել, մենք չէ, մենակ էի։ Փորձեցի ձեր առավոտը դարձնել մի քիչ ինֆորմատիվ, մի քիչ էլ ժամանցային։ Իմ գործընկերն ինչպես ասում էր չորեքշաբթին, մի քիչ ուրբաթ է, այնպես որ լավ տրամադրվեք, weekend-ին էլ բան չմնաց։ Լավ օր բոլորիդ։